Հայ դպրոցականները բրոնզե 2 մեդալով եւ գովասանագրով են վերադարձել Ուզբեկստանի մայրաքաղաքից, մասնակցել են քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային։ Ստուգատեսին իրենց ուժերն են չափել 93 երկրի 372 աշակերտ, յուրաքանչյուր երկրից առավելագույնը 4 մասնակից։ Դպրոցական ծրագրերում նման թեմաներ չեն կանցնում, բայց մեր դպրոցում կան լրացուցիչ խմբակներ, որտեղ աշակերտների հետ, ովքեր նախորդ տարին էին մասնակցություն ունեցել եւ հենց մեր ուսուցիչների հետ քննարկում ենք նման խնդիրներ, ինչպես նաեւ հենց հանրապետական փուլում խնդիրները կազմվում են նույն ոճով, ոնց միջազգային օլիմպիադայում են։ Օլիմպիադան 2 փուլով էր՝ տեսական եւ փորձնական։ Աշակերտները լուծել են բարդ հավասարումներ։ Տեսական փուլում աշակերտները պետք է խնդիրներ լուծեն, 9 խնդիր, շատ բարդ։ Տեսական փուլը գնահատվում է 60 միավոր մաքսիմում։ Փորձնական փուլին նույնպես խնդիրներ պետք է լուծեն, բայց արդեն կիրառելով իրենց փորձնական հմտությունները լաբորատորիաներում։ Բրոնզե մեդալ են նվաճել Ֆիզմատ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արթուր Մխիթարյանն ու Վանաձորի Էվրիկա դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը, իսկ վանաձորցի Մերի Վիրաբյանն արժանացել է գովասանագրի։ Ամենակրտսերը Գարիկ Փանիկյանն էլ իր հետ բերել է մեծ փորձ, ասում է։ Ես ինձ տեսնում եմ իմ ապագա մասնագիտությունը, տեսնում եմ քիմիայի ոլորտում։ Քիմիան ընտրել եմ նրա համար, որ այն հետաքրքիր է եւ ունի բոլոր բնագիտական առարկաներից ինչ-որ մի մաս, քանի որ ես նաեւ հետաքրքրված եմ ֆիզիկայով, կենսաբանությամբ, մաթեմատիկայով նույնպես, այդ բոլորը միասին կարողացա գտնել քիմիայի մեջ եւ համադրել այստեղ այս ոլորտում։ Մեր դպրոցում շատ են մասնակցում օլիմպիադաներին, հատկապես մեր դասարանում շատ կան քիմիայի հետաքրքրող մարդիկ։ Ես էլ 8-րդ դասարանից քիմիայի օլիմպիադաներին մասնակցում եմ ու այդպես հասա մինչև միջազգային մակարդակ։ Հայ մասնակիցները հանրապետական փուլի լավագույններն են, մինչև Տաշկենտ մեկնելը աշակերտները շուրջ 2 ամիս Մայրբուհի լաբորատորիաներում նախապատրաստվել են միջազգային ստուգատեսին, կատարել քիմիական փորձեր։ Տեսական մասն էլ ամրապնդել են մասնագետների մեծ խմբի հետ։ Քիմիայի միջազգային օլիմպիադան, քանի որ նախապես հրապարակում է նախապատրաստական խնդիրները, preparatory problems-ը, դրա մեջ մոտ 7-ից 10 փորձ է հիմնականում լինում։ Հնարավորության դեպքում, եթե բազանյութական ռեսուրսը ներում է, բոլոր փորձերն ենք իրականացնում, եթե ոչ նախորդ տարիների միջազգային տարբեր օլիմպիադաներ, ինչպես նաև արտասահմանյան այլ օլիմպիադաներ, օրինակ եվրոպական երկրների օլիմպիադաների փորձնական փուլերի փորձերն են կրկնվում։ Նախորդ տարի Դուբայում անցկացված քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանն արժանացել էր 1 արծաթե մեդալի եւ գովասանագրերի։ Մասնագետները վստահեցնում են, բնագիտամաթեմատիկական ուղղության հարցաշարն անհամեմատ ավելի դժվար է, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է հայ աշակերտների պատրաստվածության բարձր մակարդակը։ Արամ Մարանդյան, Արամ Հարությունյան, Լուրեր։